Շնորհակալ եմ, հարգելի լրագրողներ, ես հակիրճ էքսկուրս կանեմ, թե ինչ է տեղի ունեցել հունիսի 8-ից, այսինքն ընտրությունների հաջորդ օրվանից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածը մեր կուսակցությունը ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Անմիջապես ընտրություններից հաջորդ օրը հունիսի 8-ին մենք հանդես եկանք հայտարարությամբ, որով միանշանակ մերժել ենք ընտրությունների արդյունքները եւ դրա որպես գործուն քայլ, որպես դրսևորում այդ հայտարարության հետևողականության մենք վիճարկել ենք ամբողջ Երևան քաղաքի բոլոր ընտրատարածքային ընտրական տեղամասերում վիճարկել ենք ընտրության արդյունքները, խնդրել ենք վերահաշվարկ իրականացնել։ Գիտեք, որ Երևան քաղաքում վերահաշվարկի համար դիմում ենք ներկայացել բոլոր ընտրատեղամասեր եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ, այդ մասին նաեւ հայտարարությամբ հանդես եկավ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, նաեւ նման դիմումներ ներկայացվել են մի շարք մարզային ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ։ Վերահաշվարկից հետո հաջորդ քայլը, որը մենք իրականացրինք, ըստ էության 17 ընդդիմադիր ուժերից 2 ընդդիմադիր ուժերն էին, Ուժեղ Հայաստանը եւ Միացյալ Թևեր կուսակցությունը, որոնք դիմում են ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով, խնդրելով 101-րդ հոդվածի հիման վրա ընտրական օրենսգրքի անվավեր ճանաչել ազգային ժողովի ընտրությունները եւ նշանակել վերաքվեարկություն։ Չհաշված նաև ԲՀԿ-ն, որը եւս դիմում էր ներկայացել, բայց այնտեղ ժամկետների պահպանման խնդիր կար ու այդ դիմումը չքննարկվեց։ Հունիսի 14-ի այդ որոշումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի դրա վերաբերյալ մենք 3 հանդես ենք եկել հայտարարությամբ, չընդունելով այդ որոշումը, համարելով այն ոչ իրավաչափ, առնվազն մի շարք օրենսդրական խնդիրներ եւ օրենքի պահանջներին հակասող լինելու հիմքով եւ հայտարարել ենք այնպես ինչպես նախկինում ենք հետեւողական եղել հետագա իրավական քայլեր ձեռնարկելու հանձնարարության մասին։ Սա կարևոր արձանագրում է, կուզենայի հատկապես շեշտել տեր կանգնելու մեծ ձայն տված այդ 33537 քվեներին, որովհետեւ այդ մարդիկ եկել են ընտրության եւ մտել են ընտրատեղամաս հավատալով մեզ, ձայն են տվել մեզ եւ մենք մինչեւ վերջ բոլոր օրենքով չարգելված իրավաչափ եղանակներով գնալու ենք մինչև վերջ, պաշտպանելու այդ քվեները։ Այդ թվում դիմելու ենք սահմանադրական դատարան։ Ինչ է տալու ձեզ։ Հիմա ես եթե